Թարաթումբը հպարտանում է իր յուրակալությամբ, ազգային ճաշատեսակների։ Ահա մեր փառատոնի պատվավոր ու գլխավոր ուտեստն է կորկոտ ապուրը։ Իսկ ինչու ընտրվեց հատկապես այս ավանդական հայկական կերակրատեսակը։ Այն ունի իր պատմությունը։ 1918 թվականին հունիս ամսին Զորավար Անդրանիկն Արևմտյան Հայաստանի իր զորախմբի պաշտպանությամբ Արևելյան Հայաստան տեղափոխված գաղթականների հետ Վարդենյաց լեռնանցքով շարժում է դեպի Արաքսի ափ, ապստամբած Վան հասնելու եւ վանեցիներին օգնություն ցույց տալու համար։ Վարդենյաց լեռնանցքից անմիջապես ներքև գտնվող Թարաթում գյուղում Զորավարը հանգիստ է տալիս իր զորքին։ Թարաթում գյուղի Պողոսենց Բաղչակ կոչվող տարածքում ներկայիս Հովհաննիսյան Ալֆրեդի եւ Խաչատրյան Վարազդատի տների տեղում գյուղի հեղինակավոր մեծերը մեծ հյուրասիրություն են կազմակերպել։ Զորավարի եւ նրա զորքի համար ճաշկերույթի ընթացքում մատուցվել է գյուղի Հարգելի հյուրեր, ներկաներ, պետական այրեր, գենաշնոր սրբազան եւ սիրելի եղեգիս համայնքի բնակիչներ։ Հուզված եմ այն առիթով, որ կարծում եմ փառատոնը կայացած է։ Մենք սկիզբ ենք դնում մշակութային մի կարևոր միջոցառման մեր համայնքում, որը այսուհետև շարունակական է դառնալու բոլոր բնակավայրերում եւ մեր բոլորիս ջանքերով մեր մշակութային արժեքները, ինչպիսին որ այսօր մեր կորկոտ ապուրի փառատոնն է, մեր ավանդույթները պահպանելու ենք, վեր ենք հանելու եւ շարունակական ենք դարձնելու, փոխանցելու ենք մեր սերունդներին։ Սա լոկ փառատոն չէ, սա լոկ միջոցառում է, որ խոսում է մեր համայնքի բնակիչների միասնականության, համերաշխության, մեր ապագայի զարգացման կարևորագույն ուղին ընտրելու եւ այդ բոլորը համատեղելու մասին։ Սա միջոցառում է կարևորագույն, որ մեզ բոլորիս ասում է, որ կան դեռևս մարդիկ, որոնք ջանքեր ու միջոցներ չեն խնայում աջակցելու մեր համայնքում մշակութային միջոցառումների ու ծրագրերի զարգացմանը։ Եվ այս ամբիոնից հնչելու են շնորհավորական մի շարք խոսքեր։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս եւ միաժամանակ համար հիմք դնելու մեր համայնքում, եղեգիս համայնքում կարևորագույն մշակութային միջոցառումների զարգացմանը։ Եվ այստեղից նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Թարաթում բնակավայրի բոլոր բնակիչներին, ովքեր բնակավայրում են եւ դրսում են, որոնք իրենց բնակավայրի սիրո, իրենց բնակավայրի ապագայի հետ կապված մտահոգ են ու աջակից են մեզ բոլորիս։ Եվ ուզում եմ ասել, որ մեր այս միջոցառումը մենք դեռևս շարունակական ենք պահելու բոլորիս ջանքերի։ Շնորհակալություն միջոցառման ներկաներին եւ աջակիցներին։ Շնորհակալ եմ։ Այո, ձորցիներ, այսօր գյուղի տոնի հետ կապված տոնակատարությունը սկսվեց եկեղեցու Թարաթումբի եկեղեցու խաչի օծումով։ Եվ այդ օծման արարողությանը մենք բոլորով աղոթեցինք մեր զորի, մեր գյուղերի, մեր Թարաթումբի ժողովրդի համար։ Թող որ Աստծո օրհնությունը լինի մեր երկրին, թող որ Աստված բարի աչքով նայի մեր հայրենիությունները հետ այսու պիտի շարունակվեն առավել մեծ թափով։ Մաղթում ենք, որպեսզի Թարաթումբի այս գեղեցիկ երեխաները, այս աշխույժ երեխաները դառնան իրապես վաղվա մեր հայրենիքի մշակույթի, քաղաքական, ռազմական, տնտեսական զարգացման իրապես կազմակերպիչներն ու ղեկավարները։ Աստված, որ խաղաղ լինի մեր երկիրը եւ մենք բոլորով կարողանանք իրապես շենացնել մեր հայրենիքը, շենացնել մեր ապագան եւ վստահ լինել, որ մեր ճանապարհը հավերժ է։ Աստված օրհնի բոլորիդ, Աստված օրհնի Թարաթում համայնքը եւ տա Աստված, որ ձեր ուրախությունը անպակաս լինի։ Ամեն։ Իմ սիրելի հայրենակիցներ, մենք այս տոնը, որ կազմակերպել ենք, որ բոլորս միասին մի մեծ ուրախություն ունենանք։ Մենք բոլորս միասին իրար շնորհավորենք։ Մենք բոլորս միասին այսօրը մեր հարևանների նեղացածությունը եւ այլն անցկացնենք, բարիշենք, իրար հետ սեղան նստենք, իրար հետ սեղան պատրաստենք, միասին մեր ստեղծած, ձեր ստեղծած բերք ու բարիքը միասին վայելենք, որովհետեւ որևէ մեկը երբ որ իր տան ստեղծածը մենակ պիտի վայելի, դա հաստատ մեզ հարմար չի, մեր սրտին հարմար չի, բայց
երբ որ հարևանների հետ, հարազատների հետ, բարեկամների հետ սեղան ենք գցում, նստում ենք, սա մեր ուրախությունն է, եղեգիս համայնքի տեսակն է, մենք հյուրասեր ժողովուրդ ենք, մենք սիրում ենք, որ հավաքվենք ազգուտակով եւ մենք այդ օրը, որ որոշել ենք, դեռ 2010 թվականին, երբ ես Վայոց-Ձորի մարզպետն էի, բոլոր գյուղապետերին հրավիրել եմ, այդ օրը դեռ խոշոր ասված չէր, ասի յուրաքանչյուրը օր որոշեք, իր գյուղի օրը եւ պատմական մի մեր մեծերի հետ քննարկեք այդ օրը, որ ճիշտ օր լինի, լավ օր լինի, նպատակը այն պետք է լինի, որ մենք գանք գյուղի հետ կապված մեր նախ առաջերտին ուրախությունը կիսենք մեր գյուղացիների հետ եւ անպայման կարեւոր է, որ այդ օրը պիտի մասնակցեն նաեւ կառավարության անդամներ, падգամավորներ, որովհետեւ մեր գյուղի ժողովրդի հետ այդ շփման արդյունքում մենք ձևավորենք պետության եւ պարզ քաղաքացու համագործակցություն։ Այսինքն, եթե ես գյուղի ժողովրդի մեծ մասին չճանաչեմ, այդ գյուղը իմ նկատմամբ հարգանք չի ունենալու։ Եվ հարգանքի համար ես պարտավոր եմ նաեւ ոչ միայն առօրյա ընթացքում, այլ նաեւ տոնորերին ձեր կողք կլինելու, ձեր հետ միասին քննարկելու հարցեր, ձեր հետ միասին ուրախանալու, նաեւ նպատակներ ծրագրելու։ Եվ կարևոր է, որ գյուղի օրը մեր հատկապես այն գյուղացիները, համագյուղացիները, որոնք այլևս գյուղում չեն ապրում, Ռուսաստաններում, Ամերիկաներում, Եվրոպաներում են ապրում, նախորդ պիտի խնդրենք, որ իրանք անպայման գան, մասնակցեն եւ որևէ ծրագիր իրականացնեն գյուղում։ Եվ այս տրադիցիան մենք անընդհատ պահելու ենք եւ ես եկել եմ, որպեսզի ձեզ սրտան շնորհավորեմ, որովհետեւ ես դուք գիտեք, ես եղեգիսից եմ, բայց եղեգիս Թարաթում, Քարագլուխ, Հոր, Սալիս շատ դրանք բոլորն բիգյուղ են։ Մեծ հաշվով մենք նույն ժողովուրդ ենք, նույն տեսակն ենք, նույն հոգսով, նույն մտածելու ձևով, նույն չարչարանքով, հաց ստեղծելու եւ հիմա մեր մոտ տպավորությունից ձևավորել են այս բնակավայրերը։ Սա իրականություն չի, ժողովուրդ ջան։ Իրականում օրինակ Քարագլուխը 9-րդ, 10-րդ դարի խաչքարեր ունի։ Այսինքն բնակություն է եղել, Թարաթումբում էլ ա եղել, Քարագլխում էլ ա եղել, Եղեգիսում էլ ա եղել, ոչ մեկն էլ 1828 թվին չեն եկել։ 1604 թվականին